Ես ուզում եմ միանշանակ հայտարարել, որ կեղծ եւ մանիպուլյատիվ է այն թեզը, որ երբ որ մենք խոսում ենք երաշխավորների մասին, Ռուսաստանին միջնորդ դարձնելու կամ հետ բերելու խնդիր ունենք, բացարձակապես չկա նման բան։ Մանրամասն ասել ենք, այդ քո կարծիքն է։ Մանրամասն մենք ասել ենք, դրա տակ դուքով եւ հարգալից։ Չառանց լավի։ Ասում եմ հայեղա, որ մի հատ էլ չեմ կրկնելու։ Արագասը։ Դա ձեր կարծիքն է եւ երկրորդը ինչի է առաջացել այս պատմությունը։ Սահմանադրության հարցում էլ էի ասում, որ Ադրբեջանի հետ այդ հարցը չենք քննարկում։ Հետո պարզվեց, որ սահմանադրության փոփոխություններ անում ենք Ադրբեջանի պատվերով։ Հիմա ասում եք 300,000-ի հարց էլ չենք քննարկում կամ վերադարձ։ Ինձ թվում է այո, վաղուց չեք էլ քննարկում։ Ինչ ասում են, ուղղակի անում։ Հասկանալի է։ Կարպիս Փաշյան։ Փաշյանը եւ Միրզյանը, խնդրեմ։ Անկեղծ ասած, ուժեղ Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը ինձ մոտ տարակուսանք է առաջացնում, պարոն Վարդևանյան, որովհետեւ իշխանությունը բերել է մի քայքայիչ ծրագիր, պոպուլիզմով ժողովրդին գայթակղել է ու տպավորությունն է, թե մնացած ընդդիմադիրները փորձում են վենա մտնել։ Այստեղ հարցը էլի առաջանում, ձեր եւ իշխանության տարբերությունը ո՞րն է, ուստեղ նաեւ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ միջանցքի կոալիցիա է ձևավորվել, իսկ ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիներին, պարոն Միրզյանը դա ստոր հերյուրանք է համարում, ուրիշ իրավիճակում կարելի էր հավատալ պարոն Միրզյանին, եթե չլներ այն ստի պատմությունը, որ այս իշխանությունը անդադ շարունակաբար արտադրել է։ Իրանք նաեւ ստոր հերյուրանք էին անվանում, որ պատերազմ են բերում, ստոր հերյանք են համարում, որ Արցախը հանձնելու են։ Վարդևանյանը կարող է արձագանքել։ Այնպես որ այս իշխանությանը չի կարելի հավատալ։ Եվ պարոն Միրզյանը կարձագանքի։ Բայց ոնց որ իմ հետ։ Պարոն Միրզյան, հիմա հարց ընչեց պարոն Վարդևանյանի կարձագանքի եւ դուք խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես իհարկե գործընկերոջ մտահոգությունը չեմ կիսում, անկեղծորեն մեր պատկերացումները էապես են տարբերվում, այսինքն նույնիսկ մի հնարավորություն չկա, որ այդ իմաստով համընկնեն օրվա իշխանությունների պատկերացումները, բացառությամբ մեկ բանի, այո, մենք հավատում ենք, մենք վճռական ենք լինելու խաղաղության, իրական խաղաղության հարցում, բայց միաժամանակ նաև շնորհակալ եմ ձեր այն արձագանքի համար, երբ ասում եք, որ օրինակ ստոր կամ հերյուրանք եւ այլ նման ձևակերպումների հետ կապված ձեր գնահատականը չափազանց կարևոր է, որովհետեւ հենց այդ ձևակերպումները օգտագործվում էին այն ստերի հետ կապված, որը տարածվում 8 տարի։ Իրար հետ հակամարտող տերությունները չեն կարող միաժամանակ երաշխավոր դառնալ։ Պարոն Փաշյան, վերջ, հասկացա։ Պարոն Վարդևանյան, վերջ։ Վերջ, պարոն Միրզյան։ Նախ մեր խաղաղությունը, որքան էլ որ դա ձեզ դուր չգա, որքան էլ որ դուք զզվեք դրանից, վատ զգաք, չսիրեք այն, լրիվ իրական է եւ այն մարդիկ հատկապես ովքեր զինծառայող ընտանիքի անդամներ ունեն, որդիներ ունեն, այն մարդիկ ովքեր ապրում են սահմանամերձ գոտիներում, ընդհանրապես այն մարդիկ ովքեր մտահոգ են Հայաստանի անվտանգությամբ եւ զարգացմամբ, վայելում են իրական խաղաղությունը եւ արդեն քանի ամիս տարուց ավել մենք սահմանի զոհ չունենք։ Ավելին ասեմ, երկու պետությունների միջև ավելին ասեմ, ես ես քանի անգամ ասեմ, որ դուք ինձ չընդհատեք, որ դուք սովորեք այդ դասը։ Ավելին ասեմ, երկու պետությունները ուղիղ, ուրեմն առևտրային համագործակցություններ են, համագործակցություն են հիմնադրել եւ նաեւ երկրների ուրեմն միմյանց տարածքը օգտագործելով բեռների տարանցման համար, այնպես որ խաղաղությունը կա, խաղաղությունը իրական է, մարդիկ վայելում են։ Հիմա երաշխավորների մասին։ Հարգելի գործընկերներ, ես իհարկե կարամ հասկանամ, թե ինչ մոտիվացիայով են սենց որոշ կուսակցություններ քաղաքական ուժեր երաշխավորացավ կպել, բայց մենք պատմության դասերը լավ ենք սերտել։ Չկա մի որևէ երաշխավոր, որը դա անում է որևէ այլ կողմի սիրուն աչքերի համար։ Ամեն մի այսպես կոչված երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը։ Մենք մեր վերջին տարիների պատմությունից գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը, խաղաղության երաշխավորը խաղաղությունը պահելու համար խաղաղապահ ուղարկած տեղակայած պետությունը ինչպիսի վարքագիծ դրսևորեց կամ ընդհանրապես ոչինչ չդրսևորեց, երբ որ այդ զինադադարը եւ խաղաղությունը խախտվում է։ Այնպես որ միակ երաշխիքը կողմերի համար փոխշահավետությունն է։